Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որևէ առիթ չունի խոճապի մատնվելու, դա նաև փաստում են միջազգային հանրապետական ինստիտուտի IRA-ի կողմից հարցումները վերջին, որ մեր ուժը ունի բացարձակ ճնշող մեծամասնությունը ժողովրդի աջակցության, իսկ մեր բոլոր ընդդիմադիր ուժերը ունեն խնդիր անգամ անցողի քշեմը հաղթահարելու, այ խոճապի մատնվելու առիթը հենց նրանցն է, ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որովհետև մեր ուժը վայելում է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության սերը, աջակցությունը եւ վստահությունը։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանի այդ դեպքին, ես ասեմ, որ երբ էլ որ բացահայտվեր այդ դեպքը, նրանց կողմից հնչելու էր այսպիսի հարցեր, թե ինչու հիմա։ Բացահայտվել է այս պահին, հիմա է բացահայտվել եւ սա հանցագործություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ես մասնակցել եմ այդ գաղտնի փակնիստին եւ գիտեմ այդ ամբողջ ինֆորմացիան, որը քննարկվել է այդ փակնիստի ընթացքում եւ թարգմանել եւ հանձնել այլ պետության մեր գաղտնի փակնիստում քննարկված ամբողջ նյութը, դա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն եւ անկախ նրանից հիմա թե նախընտրական շրջան է, թե դրանից հետո է, նա պետք է, եթե դա հաստատվի նրա մեղավորությունը, ապա Անդրանիկ Թևանյանը պետք է պատասխան տա արդեն դատարանի առջև։ Տիկին Գասպարյան, վերջին օրենքից չեն նաև քննարկումները, թե որ նիստի մասին է հատկապես խոսքը, դա սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների վերաբերյալ քննարկումներն էին, որոնք առանձնահատուկ գաղտնիություն են պարունակում։ Այո, առանձնահատուկ գաղտնիություն էին պարունակում, այդ հանդիպումը, եթե չեմ սխալվում, մեր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումներ, այլ մանրամասներ չեմ կարող ասել։